Ու այդ ինչ կորուստա, որ այսպես քեզ ծնկի ա բերում։ Ինձ նայ։ Նարը ինչ չեմ կորցրել։ Ընտանիք, հարազատներ, ընկերներ, տուն, ապրուստ, երեխա, ամեն ինչ։ Կորցրել եմ ու սկսել եմ 0-ից լրիվ մենակ։ Եթե անգամ ինչ-որ բան ստեղծել եմ, դա էլ եմ կորցրել։ Նարը այս աշխարհում չկա մի բան, ինչն անփոխարինելի է։ Չկա մեկ առանց որի անհնար կլինի ապրել։ Այս կյանքը հայկով չի սկսվում ու ավարտվում։ Այդ դու ես սահմանափակում քո մտքերն ու քո աշխարհը։ Եթե դու կախում ունես հայկից, դա էլ է քո որոշումը։ Հայկից այն կողմ կյանք կա, ու այդ կյանքը հրաշալի է։ Դու ինձ չես հասկանա։ Ինձնից լավ քեզ ոչ ոք չի կարող հասկանալ, բայց Խոսքը Հայկի մասին չի։ բա ում մասին է։ Արմոյի, ընտանիքիդ։ Չէ, ոչ էլ իրենց։ Այդ դեպքում Նարը ինչ կորստի մասին է խոսքը, ասա հասկանամ ինչ է կատարվում։ Ում կորստի մասին է խոսքը։ Ում մասին է, որ պիտի կորցնես ու այսպես հուսահատության մեջ ես ընկել։ Երեխոս։ Ինչ։ Ես հղի եմ։ Լիլ ոնց էի կարոտել մեր այս հանդիպումները։ Հա, ես էլ շատ։ Նենց ուրախ եմ ու պետք է այս առիթը նշենք անպայման, որովհետև քեզ տարին մեկ ենք տեսնում։ Էնպես որ ինձ ասա, շամպայն ես նախընտրում թե գինի։ Լիլ դու հիմա լուրջ ես խոսում։ Այո, ու ասեմ, որ մի քանի օրից երկար ժամանակ չեմ կարողանալու օգտագործել ալկոհոլ։ Ինչի։ Հիշում ես, որ ասում էի երազանքս կատարելու եմ ծննդյանս օրը։ Հա, հիշում եմ, բայց այդպես էլ չասեցիր, թե ինչ երազանքի մասին է խոսքը։ Լիլ մենակ չասես, որ որոշել ես քիթդ վիրահատես։ Արդեն պայմանավորվել եմ։ Այսինքն բոլոր վախերը հաղթահարել ես։ Այո, այսինքն բոլոր վախերս հաղթահարել եմ, բայց աղբերդ նոր վախեր է մոտս առաջացրել։ Միքոն։ Հա դե բայլով։ Ասում է, եթե ես ինչ-որ միջամտություն կատարեմ, ինքը ինձանից բաժանվելու է։ Դե Միքոն նմանատիպ հարցերում մի քիչ կտրուկ է։ Ինքը կտրուկ է, ես իրանից ավելի կտրուկ եմ։ Նենց ասում, ոնց որ իմ քթին է սիրահարվել, ոչ թե ինձ։ Ու մի հատ էլ պատճառ է դարձրել, որ պետք է ինձանից բաժանվի։ Ինչ ես ծիծաղում։ Լիլ, ես քեզ այնքան շատ եմ կարոտել։ Քերի մեկա պիտի արվի էլի ամեն դեպքում, ես էլ այդ շինանյութի հաշվետվություններն աղաց դերում ա պետք։ Այդ փողը պիտի։ Ես ինչ գործիկ։ Մեր գործը հեչ, դու ասա տեսնեմ դու ինչ գործի ես, ինչ անեցիր։ Դե ես մի քիչ ուրիշ ձև էի պատկերացնում։ Ես ինչի մասն եք խոսում։ Ոնց թե։ Այդ ղա քերին բան չես ասել։ Չէ, չեմ ասել։ Իսկ կարող ասեք։ Քերի մի վախեցի, վատ բան չի եղել։ Ինչ որ չեմ հավատում ձեզ։ Կլի բացատրեք ինչ է եղել։ Միքոս որոշել է ամուսնանա քերի ջան։ Սպասի նշանվեմ, հետո ամուսնանալուց կխոսես։ Հա, ճիշտ է, հələ մատանին էլ չի տվել։ Այս քանի օրա որոշում է թե մատանին ոնց պիտի տա։ Ես ինչ լավ բան ասացիք։ Հազիվ մի լավ նորություն իմացանք։ Ահա քերի ջան։ Հենց մատանին դնեմ Լիլիթի մատը, թեթև կնշենք։ Տես մատանին էլ հետը մանա տալիս։ Դե ճիշտ է, որ պահաբաց չթողի։ Հա, օրինակ այսօր։ Արդեն առաջարկությունն է անում են էլ։ Էն էլ ինչ։ Բան չէ, հիմա որ ասեմ խնդալու ես ուրես։ Դրա համար ոչ մի բանը չեմ ասի։ Լավ, վերջ, ես գնում եմ Լիլիթին տուն տանեմ։ Գնա, գնա։
Մեր կենացը։ Մեր կենացը։ Ես պատկերացնում եմ Վրամի ու Միքոյի դեմքը, եթե տեսնեն մեզ խմելուց ու պատճառն էլ որ իմանան։ Ահա, Անուն տվեցի զանգեց։ Չես պատասխանում։ Չէ, չեմ ուզում։ Ինչի։ Մտածում ես կնեղվի, որ իմանա հետս ես։ Դե կներես Սոն, չեմ ուզում, որ դու էլ նեղվես։ Լիլ նամակ եկավ, պատասխանի։ Հաստատ անհանգստանում է քո համար։ Լիլ, սպասում եմ, որ գրես, բայց տենց է չես գրում։ Գործը չի վերջացել։ Լիլ ենքան եմ կարոտել Միքոյին չես պատկերացնի։ Կուզես կազմակերպեմ հանդիպեք։ Չէ։ Ես պատկերացնում եմ Միքոն ոնց կարձագանքի, եթե ինձ տեսնի։ Ես դրան պատրաստ չեմ։ Լավ, դե արի խմենք։ Այս անգամ էլ քո կենացը։ Ես հիմա պիտի աշխարհում ամենաերջանիկ մարդը լինեի, որովհետև երեխա եմ սպասում, այն մարդուց ում ամբողջ կյանքում սիրել եմ։ Ես հիմա պիտի մտածեի, ինչ անակնկալ եմ անելու Հայկին, ոնց եմ ասելու, որ պապա է դառնալու, ոնց եմ ասելու, որ մեր ընտանիքը մեծանալու է։ Եթե ես այդ օրը Արմեն լսած չլինեի, եթե ես Հայկին թողած չլինեի, հիմա իմ երջանկությունը ուղղակի չափով սահմանչել լինեի։ Իսկ երբ ես պատրաստվում Հայկին ասել։ Արդեն երբեք։ Արդեն։ Հենց իմացա հղիության մասին, առաջին գնացի Հայկի մոտ։ Ես պիտի խոսեի Հայկի հետ, պիտի հասկանայի, արդյոք ինքը պատրաստ է այդ լուրին։ Ես պիտի հասկանայի, ինչ է տալու ինքը իմ երեխուն։ Բայց գիտես, այդ խոսակցություն չէր, այդ ավելի շատ մեղադրանքների ու վիրավորանքների մասին էր, ոչ թե խոսակցություն։ Տենց էլ ոչ մի բան չասեցի, ու երևի չեմ էլ ասի։ Նարե, հղիությունն են բանն է, որ երկար չես կարողանալու թաքցնել։ Ու հետո կապ չունի դու Հայկը ինչ հարաբերությունների մեջ եք։ Դու պարտավոր ես իրեն պատմել։ Ինչի համար։ Որ երեխուս կռվախնձոր դարձնեն երկու թշնամի ընտանիքների միջև։ Չէ, ես չեմ ուզում այդ։ Ու հետո Հայկը Էլեն մարդը չի, ում ես սիրել եմ։ Դու չես պատկերացնի Հայկը ոնց է փոխվել։ Ես իր առաջ կանգնած խոսում էի, պատմում էի իմ զգացմունքների, իմ էմոցիաների մասին, իմ տառապանքի մասին, իսկ ինքը ուղղակի քմծիծաղով ինձ էր նայում։ Ու այսքանից հետո ինչ ես կարծում։ Ես պիտի պատմեմ Հայկին։ Հայկը իմ տառապանքից հաճույք է ստանում։ Իսկ դու չես ուզում քո անձնականի մասին մտածես։ Ուզում եմ։ Այս թղթերն էլ քեզ օրինակ։ Ես սրա մասին չեմ ասում։ Ես քո անձնականի մասն եմ ասում։ Քերի ձեռս առնում։ Ընդհանրապես։ Ես գիտեմ, թե ինչ է եղել։ Եվ հասկանում, որ Նարեն իր կյանքով չի փախի քեզանից։ Քերի ինձ պետք չի հենց մեկը, որ ես իրան չվստահեմ։
Նարեն այսօր լացում ա խոստումներ ա տալիս, վաղը եկել տեսար կորեց։ Առաջի անգամ չի, որ սենց բան ա անում։ Ես էլ երեխա չեմ, որ անընդհատ ընկնեմ իր հետևից։ Հասկացանք էլի։ Գործերը, հերը, աղբերը, արմոն, հետո այդ զգացմունքի անունն էլ, որ դրել ենք սեր, էդ էլ ա սպառվում մի օր։ Նարեն միջև վերջին կաթիլը քամել ա։ Այսքանն էլ ասում եմ, որ թեման փակ ես։ Ինքը օտար մարդ է իմ համար։ Իսկ ես օտար ու անպետք թեմաների վրա ժամանակ չունեմ ծախսելու։ Ուզում ես ասես Նարին էլ չես սիրում։ Չէ, Սուտ ես ասում։ քերի 1000 ու մի բան եմ զգում Նարեի հանդեպ։ 1000 ու մի։ Բայց սեր չեմ զգում։ Մեկ-մեկ տեղ ա գալիս, որ խղճում եմ, գիտես։ Շատ միամիտ ա, շատ։ Բայց սեր ընդհանրապես չեմ զգում։ Ես հիմա շատ բարդ ընտրության առաջ եմ կանգնել։ Ու ինձ ինչ-որ մեկի օգնությունն է պետք։ Ես չգիտեմ, այդ երեխան կծնվի թե չէ։ Հա, այդ երեխան իմ սիրո պտուղն է, իմ երազանքն է, բայց վախենում եմ, որ պապան իրան զենք կսարքի ու կօգտագործի իմ դեմ։ Դու գիտես, որ պապան հետ կանի։ Մտածում եմ, որ Հայկը կխլի այդ երախուն, որովհետև չի ուզի, որ իր ժառանգը Ադամյանների տանը մեծանա։ Էլ չեմ խոսում Վրամի ու Արմեի մասին։ Այդ երեխան երջանիկ չի լինելու, ավելի շատ տառապելու է։ Ես հասկանում եմ, որ ճիշտ է կլինի, որ ինքը չծնվի։ Բայց մի կողմից էլ ես չեմ կարողանում մտածել այն մասին, որ ես պիտի գնամ ու սպանեմ իմ մի մասնիկին։ Ես չգիտեմ ինչ անեմ։ Եթե սպասում ես, որ պիտի սրտաճմլիկ տեքստեր ասեմ մեղք գործելու մարդասպանության կամ այլ թեմաների մասին, ասեմ, որ այդպես չեմ անելու։ Ես չգիտեմ կոնկրետ ինչ օգնություն ես ակնկալել, որ եկել ես այստեղ, միգուցե հոգեբանական աջակցություն, որ հրաժարվես արհեստական ընդհատման մուտքից։ Նարե, ճիշտ հասկացի, ուղղակի սա այն թեման է, որ ոչ ոքի կարծիքը կարևոր չի բացի քոնից։ Դու ես այդ երեխային ունենալու։ Դու պիտի հասկանաս, կարող ես կրել այդ պատասխանատվությունը, թե չէ, պատրաստ ես, թե չէ։ Հա, շատ աղջիկների երազանքն է մայր դառնալը, բայց դա հրաշալի է միայն այն դեպքում, երբ դու պատրաստ ես։ Ես այս թեմայով հաստատ լավագույն խորհրդատուն չեմ կարող լինել։ Բայց եթե վերջնական այդպիսի որոշում կայացնես, միայն կարող եմ բժշկի տվյալներ տալ։ Չգիտեմ ինչ խորհրդի է սպասում, բայց հիմա զարմացած եմ։ Դե Նարե, չգիտեմ ինչ ասեմ քեզ։ Կյանքն ինձ սովորեցրել է, որ կորցնելը բնական է, ցավ զգալը սովորական, բայց այ առաջ նայելը պարտադիր։ Ես չգիտեմ ինչ որոշում կկայացնեմ։ Բայց ես հույս ունեմ, որ այս խոսակցությունը այս պատերից դուրս չի գալ։
Ալո։ Էդ ով էր։ Չհասկացա։ Լալան էր։ Այդտեղ զանգեց ու դրեց հեռախոս։ Բայց ինքը ինձ անիմաց տեղը չէր զանգի, գիտես։ Կարող է ուղղակի հարմար պահ չէր։ Չէ, քերի, ասում ինքը ինձ անիմաց տեղը չի զանգի։ Ուր։ Հյուրանոց։ Մենամ տեսնեմ ինչ էր ասում։ Հայկ ընդհանրապես զանգ էր, ինչ ես խառնում է իրար։ Կարող է իրոք շփոթվել է, հարմար չէր խոսել։ Մի խառնի, ամեն ինչ նորմալ է։ Չէ, էլի քերի, ավելի լավ է գնամ։ Նարե սպաս։ Նարե։ Կներես։ Ես չէի ուզում, որ դու այստեղից ծանրացած սրտով գնաս։ Եկել էիր, որ ինձնից օգնություն ստանաս, բայց հակառակը եղավ։ Նորմալ է։ Դու ասեցիր այն, ինչ մտածում ես։ Ես էլ որ սառը գլխով դատում եմ, մտածում եմ, որ հնարավոր է ճիշտ ես։ Բայց կան իրավիճակներ, որ սթափ գլխով դատել ուղղակի չի կարելի։ Քեզ ինչ է թվում, ես հասկանում եմ, ինչ եմ ուզում, ինձ ինչ է պետք։ Չէ։ Ուղղակի հասկանում եմ, որ այն մարդով ամեն օր իմ ներսում մեծանում է, ես կապվում եմ իր հետ։ Ամեն օր ավելի շատ եմ կապվում։ Մտածում եմ, որ ինքը ինձ ու Հայկին է իրար կապում։ Հիմա ուղղակի իմ մեջ երկու ես կռիվ են տալիս իրար հետ։ Ու գիտես, քեզ լսում եմ տպավորությունը ոչ թե կյանքի ու ապրումների մասին ես խոսում, այլ չոր մաթեմատիկական հաշվարկ ես անում։ Պատասխանատվության ու ցանկությունների մասին։ Իմ հետ էլ է կյանքը դաժան եղել։ Ինձանից էլ է շատ բան խլել։ Ես էլ եմ շատ բան կորցրել։ Բայց ես չեմ կարող քո նման սառնասիրտ լինել։ Հա, ճիշտ է։ Ես եմ առաջինը եկել ու քեզ ասել երեխուց հրաժարվելու մասին։ Բայց եթե այդքան հեշտ լիներ, ես այդ ամեն ինչը ուղղակի կանեի։ Ոչ թե կգայի քո մոտ օգնություն ու աջակցություն խնդրելու։ Բայց ոնց հասկանում եմ, մեր աջակցության մասին պատկերացումները դեռև տարբեր են։ Ես շատ մենակ եմ ու վախենում եմ դրանից։ Կարող ես հիմարի տպավորություն եմ թողում, բայց ես եկել էի քո մոտ, որովհետև ես հույս ունեի, որ դու կհասկանաս ինձ։ Ես հույս ունեի, որ դու կօգնես ինձ, ձեռքս կբռնես ու չես թողնի, որ ինչ-որ սխալ քայլի դիմեմ։ Ես մտածում եմ, որ դու կասես, որ այն սիրտը, որ հիմա իմ ներսում է բաբախում, ինքը իմ համար հույս է։ Նոր կյանք է, կյանքի նոր երանգ է։ Ես մտածում եմ, դու կլսես, կհասկանաս իմ հետ, կխոսաս ու դրանից հետո իմ ներսը կխաղաղվի, ես կհանգստանամ։ Դու ինձ կօգնես, որ ես ճիշտ որոշում կայացնեմ։ Հա, ես իսկապես սպասելիքներ ունեի, բայց միշտ չի չէ, որ մեր սպասելիքները իրականությանը համապատասխանում են։ Չեմ խոսում։ Գժվել եմ։ Գիտեմ,
Ուղղակի դու ինքդ էլ չես հասկանում, ինչ ես ուզում Նարը։ Գիտես ինչի, որովհետև ես մենակ եմ, ես լրիվ մենակ եմ այս պատմության մեջ, եթե լիներ գոնե մի մարդով, ամեն հարցում եմ կողք կլիներ, կաջակցեր ինձ, ես այս վիճակում չէի լինի, Հայկի համար ես մեռած եմ, ընտանիքս երեխուս թշնամի է վերաբերվելու, իրաց ձեռքին զենք են դարձնելու, երեխուս կյանքը քաոս են դարձնելու։ Ես երբեմն մտածում եմ, որ ուղղակի պետքա գնալ երեխու հետ։ Բայց մի բան է, երբ որ ես պիտի մենակ իմ մասին հոգամ, դեռև ուրիշ բան է, երբ որ քո պատասխանատվության տակ ուրիշ մեկն էլ կա։ Ես չգիտեմ ինչ է լինելու։ Մենակ հասկանում եմ, որ նոր պատերազմ է սկսվելու։ Ու ես այդ պատերազմում մենակ եմ, դեռև մենակ։ Հա, քերի։ Ինչ արեցիր Հայկ։ Արդեն հասնում եմ հյուրանոց։ Պիտի Լալայի հետ խոսամ։ Բայց պետք էր տենց կտրուկ վերկանալու գնալ։ Ես սենց թենես պիտի Լալայի հետ խոսամ։ Հորս թեմայով խոսալու բան ունեմ, նենց որ գնալը սիզուր չի լինի։ Լավ, դե ուրեմն հետո կխոսանք։ Լավ։ Ինչ ես մտածել, Լալա։ Հայկն էլ իր պատճառներն ունի։ Ինչքան էլ որ դու հանգամանքներ առաջ բերես, մեկը արդարացում չունի Նարե։ Ինքն էլ երեխու պապան է ու պարտավոր է ամեն ինչ իմանալ։ Ու հետո եթե դու իրեն հիմա ամեն ինչ չպատմես, հետո քեզ չի ներելու։ Ստացվելու է այնպես, որ այդ տղայից այս կյանքում ամեն ինչ հերթով խլեցին, սկզբում հորը, հետո ընտանիքի մյուս անդամներին, հետո իր երեխային։ Ըստ քեզ քո որոշումը ճիշտ է։ Ես գնացել եմ Հայկի մոտ, փորձել եմ խոսել հետը, բայց ինչ օգուտ, անիմաստ։ Քեզ ինչ է թվում ես եմ Հայկին ներելու։ Ես հասկանում եմ, որ Հայկ այն մարդու տղան ում դու սիրել ես ու հնարավոր է մինչև հիմա սիրում ես։ Ես հասկանում եմ քո մեջ մեղքի կամ պարտքի զգացողություն է, բայց ես էլ քո համար օտար մարդ չեմ, չէ՞։ Մի քիչ էլ իմ մասին մտածի։ Հենց ես քեզնից օգնություն եմ խնդրում, միանգամից հիշում ես, որ կյանքը քո համար դաժան է եղել, որ քեզնից շատ բան է խլել։ Բայց հենց Հայկին է խոսքը վերաբերվում, այդ ամեն ինչը փոխվում է, հա։ Ես չեմ հասկանում։ Կարող է դու Հայկի մեջ Աշոտին ես տենում, իսկ իմ մեջ էլ հորս, ու քո համար հաճելի է, որ ես տանջվում եմ, սիրտը թեթևանում է դրանից։ Նարե դու հիմա ադեկվատ չես։ Ես այդ պատճառով ոչինչ չեմ ասում։ Քո կարգավիճակում նորմալ են էմոցիոնալ պոռթկումները, բայց դու ասում ես աբսուրդ բաներ։ Հա, աբսուրդ է, իմ կյանքն է աբսուրդ։ Հայկը ինչ, ինչ Հայկը, ինչ ես անընդհատ Հայկի անունը տալիս, կլինի ինչ-որ մեկի իմ մասին էլ մտածի, ես էլ ունեմ օգնության կարիք։ Նարե Հայկն ես տեղը։ Վայ, մենակ մենք կարանք 2 ժամվա ընթացքում 2 տարին քննարկենք, բոլորի ոսկորները լվացինք։ Լիլ կամոց, ամոթա, մարդիկ որ լսեն ինչ կմտածեն։ Մեզ հավանողները մեզ վաղուց արդեն հավանել են։ Էնպես չի, որ դրա պատճառով պետք է ամաչեմ։ Լիլ դու չես փոխվում։ Փառք Աստծո, որ չեմ փոխվում, գոնե ես նույնն եմ մնում։ Իմ տաքսին արդեն հասնում է, իսկ քոնը։ Դու հանգիստ գնա, իմն էլ 2 րոպեից կհասնի։ Հեսա քեզ այստեղ մենակ կթողնեմ ու կգնամ։ Լիլ կլինի հանգիստ գնաս։ Միքոն քեզ 1000 անգամ զանգել է, մեղ կա, գնա ու հետը հանգիստ խոսա։ Հաստատ։ Հա,
Հաստատ գնա։ Դե գնացի։ Ավելի լավ չէր տաքսի կանչելու փոխարեն զանգեիր ինձ։ Վրամ, Սոմ տեսա, որ Լիլիթի հետ ես, դրա համար էլ չմոտեցա։ Անցած անգամ քեզ վատ զգացիր։ Տրամադրությունդ էլ լավ էր, դրա համար չուզեցի փչացնեմ։ բայց ո՞նց իմացար, որ ստեղ ենք։ Սոմ այսքան ժամանակ Լիլիթի հետ մենակ ես սրճարանն եք եկել։ Նենց որ դժվար չէր գուշակելը։ Իսկ կարամ իմանամ ինչի ես եկել։ Չնայած չէ ոչ մի բան մի ասա, ամեն ինչ շատ պարզ է։ Զարմացել ես ու տարօրինակը քո համար թվացել եմ, որ ես այդ 4 պատից դուրս եմ եկել։ Երևի եկել ես, որ ինձ հետևես, չէ՞։ Դե վատ տարբերակ չի, բայց չէ։ Բա, Սոմ, դու չես հոգնել ես խառը իրավիճակից։ Ես որ իրոք շատ եմ հոգնել։ Հիմա էլ եկել եմ, որովհետև ուզում եմ կնոջս հետ մի քիչ լավ ժամանակ անցկացնեմ։ Իհարկե կզարմանաս դու շատ, բայց կինոյի տոմսեր եմ վերցրել, որ միասին գնանք։ Վրամ, դու կինոյի տոմսեր չեմ հավատում։ Դե հա, բայց չհարցնես ինչ ֆիլմ է, որովհետև ես էլ չգիտեմ։ Վերնագիրն էլ չեմ հիշում, Սոնա։ Վրամ, բայց ֆիլմ չի։ Բա ի՞նչ է։ Մուլտֆիլմ է։ Բայց իմ համար շատ հետաքրքիր է, որ պատկերացնում եմ քեզ մուլտֆիլմ դիտելուց։ Իսկ կարող է գնանք հաց ուտենք, ես էլ սոված եմ։ Չէ, դու տարբերակ չունես, ես մուլտֆիլմեր շատ եմ սիրում։ Վրամ, բայց այս մեր հարցերին լուծում չի։ Սոմ, արի այդ մեր հարցերը մի 2 ժամով հետաձգենք, կլինի։ 2 ժամա, չէ։ Ժամ ու կեսը։ Հա, դե լավ, ոչինչ, այն կես ժամն էլ հաստատ ճանապարհի վրա կգնա։ Մեկ ուզում եմ հասկանամ քո որ մի եսն է իրական ու որ Վրամին եմ ես սիրում։ Էս վռամին։ Արի։ Ուշանում ենք գնանք։ Դու ես Հայկին կանչել։ Չէ, բայց հիմա կարող եմ ձեզ մենակ թողնել։ Մի գնա։ Իհարկե կներեք, որ ձեզ ընդհատում եմ, բայց ես եկել եմ, որ քո հետ խոսամ, լալա։ Եթե իմանայի, որ մենակ չես, Պարզա։ Չէիր գալու, բայց կարա չանհանգստանաս, ես հենց հիմա գնում եմ։ Իսկ կարող է։ Չէ, չի կարող։ Չի կարող։ Նկատեցիր, որ Նարեն լավ վիճակում չէր։ զանգել է իր ինձ։ Այսինքն նկատել ես ու ոչինչ չես անում։ Լալա, ես չեմ եկել ստեղ, որ Նարայի մասին խոսամ։ Իսկ ես զանգել էի, որ Նարայի մասին խոսենք, Հայկ։ Ես հասկանում եմ քո զգացմունքների խառնաշփոթը, բայց եթե դու իրոք սիրել ես Նարային, ինչ որ ժամանակ, իսկ ես վստահ եմ, որ սիրել ես, ուրեմն հնարավոր չի, որ այդքան շուտ մոռանաս իրեն կամ այդքան անտարբեր լինես սիրելի ցավի նկատմամբ։ Լավ, սենց ասեմ։ Իմ ու Նարայի թեման փակ է, ընդմիշտ։ Ու լավ կլինի, որ մեր անունները իրար կողք ոչ մի պարագայում չդնենք։ Հայկ, գիտես, երբեմն մենք լրիվ այլ պատկեր ենք գծում մեր ապագայի համար, բայց կյանքը մեզ համար անկանխատեսելի անակնկալներ է անում։ Դրա համար խորհուրդս քեզ, որ երբեք չասես երբեք։ Դու ես որոշում խորհուրդս ընդունել, թե ոչ։ Ամեն դեպքում իմ կյանքի փորձն ավելի մեծ է, քան քոնը։ Իմ կյանքի փորձն էլ պակաս չի։ Ու այդ քո ու քո ընտանիքի շնորհիվ է, կամ էլ պատճառով։ Եթե Նարայից բացի ուրիշ բան չունես ասելու, ես գնամ։ Սպասի։ Գտի Նարեին։ Գտի, որովհետև ինքը իրոք վատ վիճակում է ու օգնության կարիք ունի։
Ու մենակ դու կարող ես իրեն օգնել, Հայկ, լսում ես։ Հետո հիշի, որ կարող է շատ ուշ լինի։ Իրանի քո օգնողներ կան։ Սխալ մարդու ես դիմում։ Թող իրանցից օգնություն սպասի։ Գտի Նարեին։ Գտի, որովհետև ինքը իրոք վատ վիճակում է ու օգնության կարիք ունի։ Ու մենակ դու կարող ես իրեն օգնել, Հայկ, լսում ես։ Հետո հիշի, որ կարող է շատ ուշ լինի։ Ես հասկանում եմ քո զգացմունքների խառնաշփոթը, բայց եթե դու իրոք սիրել ես Նարեին, ինչ-որ ժամանակ, իսկ ես վստահ եմ, որ սիրել ես, ուրեմն հնարավոր չի, որ այդքան շուտ մոռանաս իրեն կամ այդքան անտարբեր լինես սիրելի ցավի նկատմամբ։ Վեր կաց մի հատ, ես ինչ ես անում։ Քեզ ինչ եմ անում։ Մենք օտար մարդիկ չենք։ Այդ եվանից ես սկսել օտարների հանդեպ տենց ուշադիր լինել։ Ասում եմ վեր կաց։ Բաց թող։ Վեր կաց ասում եմ։ Ուրիշ տեղ չես գտել նստելու երազելու համար։ Երանի կարող է նայի երազել։ Զանգի աղբորդ, կամ էլ Արմոյին, թող գան քեզ տուն տանեն։ Ես չեմ ուզում ոչ մեկին տեսնեմ։ Քեզ էլ չեմ ուզում տեսնեմ։ Ինչ ես եկել։ Գնա, կորի անհետացի։ Էդ ինչ եղավ։ Իմացար վատը մի անգամից եկար։ Ես ինքս էի, չէ, եկել քո մոտ։ Երբ որ ինձ շատ վատ էի զգում ու քո կարիքը ունեի։ Այդ բան ես քո համար մեկ էի։ Հիմա ինչը փոխվեց։ Ինչ ես եկել։ Ոչ մի բանը չփոխվեց։ Ոչ հիմա, ոչ էլ հետո։ Ոչ մի բան չի փոխվելու։ Բա ինչ ես եկել։ Դե գնա։ Գնա, որ իմանամ չկաս։
Գնա, որ իմ ներսում ինքս ինձ հույսեր չտամ։ Որովհետև այդ հույսը ավելի շատ սպանում է, քան թե ապրեցնում։ Ես մեռնում եմ, ես խելագարվում եմ այս անարդարության մեջ, հասկանում ես։ Այս իմ համար շատ ծանր բեռ է։ Եթե դու օգնելու ես, որ այս բեռը ես տանեմ, մնա, եթե չէ, ուրեմն գնա։ Գնա, Հայկ։ Դու գիտես իմ համար ինչ անտանելի է, որ տեսնում եմ քեզ ու չեմ կարող քեզ գրկեմ։ Գիտես ինչ անտանելի է, որ մենք նույն տարածքում ենք ու ես չեմ կարող գամ քո մոտ։ Գիտես ինչ ցավոտ է, որ ես քո հեռախոսի համար ունեմ, բայց չեմ կարող քեզ զանգեմ, որովհետև այդ զանգը արգելված է իմ համար։ Առաջ սպասում եմ, որ մի րոպե շուտ լույսը բացվի, որ արագ գամ քո մոտ։ Իսկ հիմա հակառակն է։ Ուզում եմ մի րոպե շուտ պարկեմ քնելու, որովհետև իմ երազներում դու սենց սառ ու անտարբեր չես։ Գնա տուն։ Ես հիմա քո համար տաքսի կկանչեմ։ Պետք չի։ Ոչ մի բան էլ մի արա։ Քո ամենափոքր հոգատարությունն էլ շատ ցավոտ է իմ համար։ Էս էլ կացնի, էս էլ կհաղթահարենք, մենք միշտ միասին կլինենք։